Դուք չկարծեք, որ այնինչ տեսնում եք Հայաստան է։ Հայաստանը շատ ավելի մեծ է, շատ ավելի խորն է, կարելի է ուսանողին վերափոխել, բայց դա միայն կարելի այն դեպքում, եթե ընտանիքում կա արժե համակարգային սկզբունք, որը միայն ընչաքաղցության եւ միայն նյութապաշտության մեջ չի եւ ագահությունով չի սնվում։ Մայրս պատմում էր, որ երբ գնում էիք շուկա, այն ձմերուկների կույտը, որի վրա կար թաշկինակ քարնել վրան, նշանակում է տերը պիտի վաղը գա եւ շարունակի վաճառել։ Եթե կա մի կույտ ձմերուկ, որի վրա թաշկինակ քար չկա, ուրեմն կարող է ով ուզի գնա տանել եւ ոչ մեկը չէր գա այս մի ձմերուկի կույտից ձմերուկ տանելու։ Հիմա շատ երիտասարդ աղջիկներ եւ իմ շրջապատում հիմար գրքեր են կարդում, որտեղ եւ կամ հիմար հոգեբանների են լսում մեդիայում, որոնք ասում են, թե ինչպես պիտի կինը թույլ լինի եւ ինչպես պիտի կինը կարողանա տղամարդուն տակից ղեկավարել։ Տիկին Եկեկյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ մեզ հյուրեք եկել այսօր։ Ես շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Տիկին Եկեկյան, այսպեսի մի հարց է ինձ միշտ հետաքրքրել, արդյոք պատահական է, որ հայերը հենց հայերենով են խոսում եւ հայերենը բնորոշում է մեզ ու ինչ հետաքրքիր ճանապարհ է անցել այդ առումով ձեր կարծիքով։ Շատ հարց եք տալիս, դա երևի անդրադառնանք Կոմիտասին, որովհետեւ Կոմիտասն ասում էր, որ ամեն քառուկ ջուր իր հնչյունն է բերում մարդուն եւ նա կարողանում էր տարբերել տարբեր խոսվածքները եւ հասկանում էր թե որ գյուղից են նույնիսկ այդ խոսվածքները ինչպես են տարբերվում դրանք ինչով նաեւ բացատրում էր թե ինչու է հենց այսպես հնչում այս խոսվածքը այս բարբառը որովհետեւ տեղանքից ելնելով Սարվորը ուրիշ կերպ է խոսում Արարատյան դաշտավայրում ուրիշ կերպ են խոսում եւ նա դա բացատրում էր որպես լավ ականջ ունեցող երաժիշտ եւ լավ ականջ ունեցող նաեւ հայ Վաղուց է եկել եւ մենք չենք կարող ասել ես շատ բան եմ կարդացել ու շատ բան եմ տեսել չեմ կարող հիմա այդ ամեն ինչի մասին խոսել նախ որովհետեւ ինքս չլինելով պատմաբան չեմ կարող խորանալ միտեղ որի մասնագիտությունից դուրս է բայց վստահ եմ որ մեր լեզուն դարերով ոսկեղենիկ ենք ասում չէ մեր ոսկեղենիկ գրափարին եւ դա իսկապես ամենալավ գեղեցիկ մշակված լեզուն է եղել 4-5-րդ դարերում ասում են որ նման գեղեցիկ լեզու է նաև եղել արաբերենը հին արաբերենը մեր լեզուն ուղղակի գանձ է Ձեր դիտարկումն է ուզում ասենք մեր լեզուն որքանով է համապատասխանում մեր բնավորությանը եւ այդ առումով էլի ոչ որպես մասնագետ այլ որպես ուղղակի հայ մարդ Ես որ փոքր էի միշտ զարմանում էի ինչու ենք մենք խնձորին ասում օրինակ խնձոր եւ ով է որոշել որ նա պիտի կոչվի խնձոր Բայց որ վերցում ես խնձորը, կծում ես, օրինակ ռուսերեն яблоко, հա? Կծած, կերած խնձորի տպավորություն չի թողնում։ Հələ մեկ ասեք խնձոր, ու տես ինչպես է խրթելով նրանք ինչպես են ուտում։ Մի շատ վաղուց մի ատենախոսություն էի անգլերեն կարդացել, որտեղ պատմում էր, որ կիներ հեղինակ անունը չեմ հիշի, որ անգլիական միավանք բառերի մասին էր խոսում, թե որքան են նրանք համապատասխանում իրենց եւ տեղանքին եւ գործողություններին կամ իրերին, ինչպես են համապատասխանում եւ ինչ հնչյուններ են այդ միավանք բառերի, ինչու միավանք, որովհետեւ երևի թե միավանքը ըստ այդ գիտնականի միավանք բառերը հավանաբար ավելի հին ծագում ունեն, քան բազմավանկերը եւ միավանք բայերի մեջ, ասենք բ-փ հնչյուն ունեցող բառերը եւ ոչ միայն բայերը, նրանք համապատասխանում են իրին գործողությանը եւ զգացողությանը այդ բառի։ Եվ կարծում եմ, որ մեր լեզվի մեջ էլ մենք շատ հետաքրքիր, եթե ինչ որ մի լեզվաբան հետազոտություն անի, շատ հետաքրքիր բաներ կհայտնաբերենք։
Այո, իսկ հետաքրքիր է, որտեղ կարդացել կամ լսել եք Հայաստան հայերեն օրինակ օտարների համար ինչ հնչողություն, որտեղ ինձ շատ է հետաքրքրել։ Ինչ Մանդելշտամը ասում էր, որ դա հա շատ ենք կարդացել եւ հիմա էլ ֆրանսիացիներն ասում են, այստեղ եղած ֆրանսիացիները, որ ձեր լեզուն մի տեսակ կոպիտ է, կոշտ է եւ այլն։ Ես չեմ համարում, որ նրանք այդ ֆրանսիացիները, ովքեր այստեղ են ու չեն հասկանում, նրանք ինչ որ զգացողություն ունեին լեզվի, դրա համար ինձ մեր ֆրանսերենի ուսուցչուհին ասաց, ֆրանսիացիներն ասում են, որ ձեր լեզուն կոշտ է։ Ես էլ ուզում եմ ասել, գնացեք մի հատ, դուք հիացած եք հայերդ ֆրանսերենով, ես էլ եմ շատ սիրում ֆրանսերենը, բայց որ ուսումնասիրում ես, հասկանում ես, որ դա այն լեզուն չէ, որին կարելի է հայերենի հետ նույնիսկ համեմատել, անկեղծորեն, ոչ թե որովհետև ես ազգայնական եմ, այլ իտալերենը ուրիշ բան, եւ նույնիսկ մի ֆրանսիացի լեզվաբան ասել էր իտալերենը աղավաղված, ֆրանսերեն աղավաղված իտալերենի, լատիներենի աղավաղված խառնուրդն է եւ անգլերենի։ Ես կարծում եմ նաև խնդիրը նրանում է, որ իրանք գրական հայերենը երևի թե չեն լսել, հողոցային հայերենը գուցե, որովհետեւ խոսակցական հայերենը մի փոքր տարբերում է եւ գիտենք թե հիմա ինչ ոնց են աղճատում նաև երբեմն փողոցում, որտեղ լսել եմ նաև, այո, գրական իսպաներենը եւ թե ինչքան արագ են իսպաներենցիները խոսում, այդ գրական իսպաներենի հնչողությունը չէր զգացվում նույնիսկ էլ։ Եվ ոչ միայն հայերենի, ռուսերենի, նույն անգլերենի, նույն իսպաներենի, ֆրանսերենին, որ նայում ես դասական, այսինքն դասական չէ, մի 15 տարի առաջվա, 20 տարի առաջվա խոսքը եւ հիմա բանավոր խոսքի մասին է խոսքս։ Տարբեր են եւ ոչ դեպի լավը չի գնում։ Ես չգիտեմ ինչու։ Ամեն դեպքում ասում են լեզուն եւ դա այդպես է, կենթանի օրգանիզմ է, ազարգանում է, ապոփոխվում է եւ դրա համար մենք մեր ոսկեղենի գրափարից հետո ունեցանք միջին հայերենից աշխարհաբարը, բայց որ համեմատում ենք 100 տարի առաջվա աշխարհաբարը եւ այսօրվա աշխարհաբարը, էլի շատ տարբեր են։ Նորմալ ազգերում կան նորմալ մարդիկ, որոնք զբաղվում են եւ կարգի են բերում իրենց խոսակցական լեզուն եւ դրա համար մեծ պատասխանատվություն ունի այդ հարցում մեդիան, մեդիա ոլորտը, լրագրությունը անպայման, ռադիոն եւ հեռուստատեսությունը եւ թատրոնը։ Երբ մենք ընթերցում ենք OŽԳՎ-ի կամ այլ ռուսական հեղինակների, որովհետեւ այն ժամանակ դեռ շատ չէին զբաղողները հայոց լեզվի հնչյունային շարի հետ կապված հնչերանգային շարի, ամենտեղ գրվում է, որ թատրոնի դերասաններին կանչում են, խոսեցնում են գրական բարձր ռուսերենով եւ ըստ դրա կազմում են բառարաններ։ Այսինքն առաջ թատրոնից էր գալիս գեղեցիկ, գրագետ, ճիշտ հնչերանգը ռուսերենի, որից նրանք էլ կազմում էին ճիշտ օրենքներն ու օրինաչափություններն էին կազմում։ Հիմա մեր թատրոնի լեզուն գնում է դեպի փողոց եւ չի բարձրացնում մեր խոսակցական լեզուն, այնինչ դա նրա առաջնային պարտականություններից մեկն է։ Այո, թատրոնը ունի ուրիշ խնդիրներ եւս գեղագիտության եւ այլն, եւ ընդհանրապես թատերարվեստին վերաբերող, բայց առաջնային խնդիրներից մեկը դա հասարակությանը, հանրությանը, ով գալիս է թատրոն, ներկայացնել գեղագիտորեն բարձր ճաշակով լեզու նաև, որովհետև չի կարող լինել ներկայացում խոսքային, որտեղ նա լինի բարձր մակարդակի, լեզուն լինի ցածր։ Չի լինում այդպես։ Իսկ այսօրվա թատրոնը որքանով է այդ պահանջները բավարարում։ Ես նկատի չունեմ միայն լեզուն, այլ ընդհանուր եւ գեղագիտական պահանջները։ Այսօրվա թատրոնի մասին չեմ ուզում խոսել, ինչու, որովհետև թատերական գեղագիտությունը շատ հաճախ է փոփոխվում։ Այն գեղագիտությունը, որ մենք կարող ենք կարդալ ու հասկանալ Վահրամ Փափազյանի ժամանակ, այսինքն 20-րդ դարի սկիզբ մինչև կեսեր, լիարժեքորեն փոխվել է։ Հիմա իսկ 20-րդ դարի 80-ականներից հետո ամեն 5 տարին մեկ թատերական գեղագիտությունը փոփոխվում է։ Ամեն 5 տարին մեկ։ Հիմա ես չեմ ուզում ոչ հնավույր երևալ, ոչ էլ ասելով, որ առաջ ավելի լավ էր, բայց կամ որոշակի չափանիշներ։ Եվ այդ գեղագիտական չափանիշների վրա ազդում է նաև հասարակության արժե համակարգը։
մենք չենք կարող դա դիտարկել առանձին, որովհետեւ մեջ են այսինքն ամեն ինչ կյանքում ոչինչ առանձին չի լինում։ Գիտեք, ժամանակին եկան մի ինչ որ ոլորտի, բժշկությունն էլ, այսպես ասած, ասում ենք ապացուցողական բժշկություն, հա, կամ շինարարության մեջ, կամ տեխնոլոգիայի մեջ, որովհետեւ մասնագետները շատ նեղ մասնագիտությանն էին տիրապետում։ Ես հիշում եմ 90-ականներին Միացյալ Նահանգներից Արմեն Թել էր կոչում այն ժամանակ, եկավ մի մասնագետ, որը պիտի սովորեցներ հայ մեր մասնագետներին բջջային հեռախոսակապի հետ կապված հարցերում, եւ ես այսպես մենք զրույց ենք ունեցել նրա հետ, նա ասում էր ես զարմանում եմ, ես գալիս եմ մի անգամից բաց եկել էր քարտրիջներ լցնելու մասնագետ, բայց մի օրում ասացի, մի անգամ ցույց տվեցի, ձեր տղաները ամեն ինչ իրենք արեցին։ Միացյալ Նահանգներից վեր կացել եկել է որպեսզի ցույց տա մեր հայ տղաներին քարտրիջը ինչպես պետք է լցնել նոր մեքենայի մեջ։ Քթածակով եւ մենք նստած էինք մի տեղ, որտեղ իմ սանիկներ այն ժամանակ եւ ամուսնուս ընկերը բացել էր այդ տպիչ սարքը, քանդել էր, որպեսզի հետո նորից մտավ վախեցած ասաց ինչպես են, ասացի ես վաղը կհավաքեմ Մարինայի դες ոնց եմ հավաքում։ Հարցը այն է, որ հիմա նա ասաց գիտեք ինչ մեզ մոտ շենքը կառուցելու համար առանձին միայն ես սովորել եմ, ես երկու մասնագիտություն ունեմ, մեկ այդ քարտիջ լցնելն էր, մյուսն էլ շենքի հիմքը սարքելու եւ լցնելու եւ պրոյեկտելու մասնագիտություն։ Միայն հիմքը։ Այսինքն շատ նեղացված են այդ մասնագիտությունը։ Այն որ ասում եմ ես բութմատի մասնագետ եմ բժիշկը։ Ես 5-րդ մատը չեմ կարող բժշկ։ Դա ինչ ընկալումների խնդիր է, ինչ է։ Իսկ երբ մենք գնում ենք շատ հին Ավիցենայի մոտ, աշխարհահռչակ մեր հայերն էլ իհարկե, ես հիմա ուղղակի ուզում եմ որ չասեն որ ես միայն հայ։ Որովհետեւ բոլորը գիտեն, ես բոլորին ասում եմ ես ազգային ամոլ եմ։ Դրա համար որպեսզի չասեն։ Ես ինքս ասացի։ Ավիցեննան, եթե պիտի բուժի ինչ-որ մի բան, ամբողջ մարմնի ծայրից ծայր ամեն ինչը պիտի հասկանար, որպեսզի նոր հասկանար, թե քո ձեռքի վրայի այս բշտիկը ինչից է դուրս եկել, կամ ինչպես բուժել այս բշտիկը։ Հիմա մենք շատ ենք նեղ մասնագետ դարձել։ Ես գնացի երկու ընդհանուր պատկեր չի երևում այդպես։ Ես գնացի, եւ դա հատուկ է արված։ Ես գնացի երբ Լեհաստանում դասավանդելու, ես հա զարմացա։ Մենք բեմական խոսքը անցնում է մի դասախոս, առաջին կուրսից մինչև վերջ ստանում է իր նյութ։ Այնտեղ առանձին արտաբերման գործարանի հետ աշխատող դասախոս կա, որը մասնագիտացել է այդ գործում, մեկը ձայնի շնչառության, երրորդը ժամանակակից տեքստերի ընկալում, չորրորդը դասական տեքստերի մատուցում։ Այդ մենք ամբողջը առաջինից չորրորդ կուրս անում ենք եւ չենք նեղվում, ընդհակառակը ուսանողին ավելի լավ ենք զգում, հասկանում ենք, որովհետեւ առաջին նրա քայլերից գիտենք մինչև վերջ եւ հասկանում ենք ինչպես պիտի նրան ուղղորդել։ Գուցե ինչ որտեղ կարելի է համաձայնել, որ մի մասնագետ ավելի լավ սա կանի, մյուս մասնագետ ավելի լավ նա կանի, բայց քանի որ մեր կոլեկտիվը ամբողջական է, մենք բոլորս, եթե ես տեսնում եմ, որ նրա մոտ նա ավելի լավ է ստացում, ես իմ ոլորտների տարբերություն կա, որ ոլորտներ կան, որ ընդհանուր պատկերը տեսնելը կարևոր է, բայց տեղեր կան, որ միշտ իսկ քաղաքականության մեջ պետք չի ընդհանուր պատկերը տեսնել, դա պետք է միայն մեր գյուղի, մեր դռան դիմացի պատկերը հասկանալ։ Դե մենք ոնց էպես է դրա համար մեր խնդիրները մնում են չլուծված կարծում եմ։ Գլխավոր խնդիրներից մեկը հենց դա է։ Որովհետև մենք մեր տարածքից մեր կանայք էլ շատ հաճախ իրենց տունը գեղեցիկ մաքրում են, միջանցքի լաթը լվանում, գեղեցիկ փռում են դռան դիմաց, իսկ թե այնտեղ հետո ինչ կեղտ է, ոչ ոք չի նայում, բայց դա ճիշտ չէ, էլի։ Դա ինչ մեզ հատուկ մտածելակերպ է։ Ինչ թվում է դարձել է մեզ հատուկ դարձել է։ Չեմ կարծում առաջ այդպես էր, որովհետև երբ 50-ական թվականներին սկզբին 40-ական, 50-ականներին մայրս եկել էր Հայաստան, նա Երևան, նա ինձ պատմում էր եւ հետո Այլիտա Դոլուխանյան այդպիսի գիտնական կա ակադեմիայի թղթակից անդամ կին շատ խելացի կին է, նա էլ հաստատեց, որ այո, Երևանում 50-ական թվականներին դռան կողպեքներ չկան,
չկային։ Մարդիկ միասին ապրում էին նույն բակում մի քանի տուն եւ իրար հետ էին եւ բնականաբար, եթե մենք մի բակի մեջ մի քանի, այսինքն շենքերը կառուցված էին այնպես որ մի ընդհանուր բակ ունեին, երեխաները միասին խաղում էին։ Ով այն ժամանակ կգնար եւ կկեղտոտեր կավլեր դուրս։ Չէ՞ որ նրա երեխաներ է այնտեղ խաղալու։ Չէ, եւ մենք միշտ էլ ընդհանուր ունեցել ենք հասկացություն, գյուղը ընդհանուր է եղել։ Ուրիշ բան որ մի գյուղը մյուսից ազատ է եղել, բայց գոնե գյուղի մեջ, գոնե շենքի մեջ մարդիկ իրար եւ հասկացել են եւ օգնել են եւ այլն։ Եվ շատ ազնիվ ենք եղել։ Մայրս պատմում էր, որ երբ գնում էիք շուկա, այն ձմերուկների կույտը, որի վրա կար թաշկինակ քարնել վրան, նշանակում է տերը պիտի վաղը գա եւ շարունակի վաճառել։ Եթե կա մի կույտ ձմերուկ, որի վրա թաշկինակ քար չկա, ուրեմն կարող է ով ուզի գնա տանել։ Եվ ոչ մեկը չէր գա այս մի ձմերուկի կույտից ձմերուկ տանելու, որովհետեւ ասում է ես էլ չեմ գալու։ Լավն է, վատն է, սա իմն է։ Իսկ դա ընդհանուր է, վերցրեք տարեք։ Ձուկը Սևանից բերում էին եւ օրվա վերջում նավթ էին լցնում ձկան վրա, որպեսզի հանկարծ ոչ ոք չվերցնի, որովհետեւ արդեն օրվա մեջ ձուկը դե հոտու մեջ է, որ չթունավորվեն մարդիկ։ Այսինքն երբեք մենակ իր մասին, իր շահի մասին հայը չի մտածել եւ կար ժամանակին վաղուց պարսկական մի ասացվածք, որ ասում էր ազնիվ ինչպես հայը։ Հիմա մենք ցավոք կորցրել ենք այդ հարստությունը։ Ես կարող եմ ասել հարստություն է դա։ Հա, դա իսկապես հարստություն է։ Տիկին Հեկեկյան, կարդացի, որ ձեր մայրը ծնվել էր Գանձակում։ Հետաքրքիր է ինքը այդ մշակութային համատություններն անում էր ադրբեջանցիների եւ հայերի մեջ։ Հետաքրքիր է, ինչ հարաբերություն այն ժամանակ եղել իրենց միջև։ Մայրիկիս պապը ունեցել է մի երկար տուն սովետականացման տարիներին, այդ տունը հետո դարձրել էին, նրանից հետո դարձրել էին գրադարան, արդեն երբ դարձավ ավելի ադրբեջանական եւ մերոնք տեղափոխվեցին, չմնացին։ Այդ տան մեջ ապրողի մամայիս պապիկը եղել է Մահտեսի, այսինքն ոտքով գնացել է Երուսաղեմ, Քրիստոսի գերեզման եւ ետ է եկել։ Նրան այդ գանձակեցիները ասում էին նա սուրբ է եւ նույնիսկ ադրբեջանցիներն էին ասում։ Եվ երբ թուրքերը որ թիվներ 20 քանի թիվներ թե 10 քանի թիվներ որ թուրքերը եկան մտան Արցախ հետո գնացին մտան Գանձակ Բաքու են մտել որ մաս նկատի Չէ Գանձակ որ եկել են ադրբեջանցիները թուրքերին ասում էին այդ տուն չմտնեք այնտեղ սուրբ է ապրում եւ Պապիստանը շատ վերապրված այս եղեռնից վերապրած հայեր կային, որոնց նա պատսպարել է իր տանը իմանալով, որ շրջապատի թուրքերը չէին թույլ տա, որ այդ տուն մտնեին։ Եվ երեխաներ հավաքել էր մեծ տուն էր, մի քանի սենյակ, 10 սենյակ կար, թե ինչ այսպես երկար, ես հիշում եմ, մայրս ինձ ցույց է տվել այդ տունը։ 10 սենյականոց տուն էր եւ պահել էր, պատսպարել էր, որ երեխաների, որոնք փախել եկել էին Գանձակ։ Գիտեք ինչ Ես կարծում եմ հիմա լինելով շատ ազգային մտածողության տերմարդ, ես համարում եմ, որ բոլոր ազգերի մեջ կան կարգին մարդիկ եւ Բաքվի այս 88 թվի, 89 թվի ջարդերի ժամանակ Սումգայիթի Բաքվի ինչքան ադրբեջանցիներ օգնել են հայերին դուրս գալ իրենց Բաքվից օրինակ։ Ես ինքս անձամբ ինձ պատմել են, որ եթե ադրբեջանցի հարևանները չլինեին, նրանց տան մեջ բզիկ կանեին եւ նրանք փրկվել են միայն այդ ադրբեջանցիների շնորհիվ։ Այսինքն գիտեք ինչ բոլոր տեղերում կան եւ կարգին մարդիկ եւ ես մեկ ասում եմ գիտեք ինչքան կարգին մարդ կա ինձ համար նա իմ ազգագիծն է, որովհետեւ այդ մարդկանց արած գործը մենք չենք կարող նրանց ինչպես ասում են լավությունը չես կարող մոռանալ։ Բայց բան կա որ երբեք չես ների Երբեք չես ների, որովհետև այդ խուժանը, որը նաև հայերից մեջ կա, որը նաև հիմա խայտարակ է իրեն պահում Հայաստանում, այդպիսի խուժաններ կան։ Խո ես խուժան նկատի չունեմ փողոցում մի քիչ ավելի ակտիվ վարքագիծ ունեցող մարդուն, այլ բարոյական արժեքների զուրկ մարդկանց։ Իսկ այդպիսի անբարո բարոյական արժեքներից ձերկված մարդիկ հայերից մեջ էլ շատ կան։
Եվ հենց այդ հայերն են, ես մեկ-մեկ ասում եմ երևի 15 թվին նրանց տատերը ինչ որ սխալ գործունեության պատճառով ունեցել են այս սերունդը։ Ամենակարևոր բանը ըստ իս դա ընտանիքն է, որտեղ ես այսքան տարի դասավանդել եմ, կարելի է աշակերտին ինչ որ ուղղության դնել, կարելի է ուսանողին վերափոխել, բայց դա միայն կարելի այն դեպքում, եթե ընտանիքում կա արժե համակարգային սկզբունք, որը միայն ընչաքաղցության եւ միայն նյութապաշտության մեջ չի եւ ագահությունով չի սնվում։ Դուք հետաքրքիր բան ասացիք, ես էլ եմ միշտ այդ մասին մտածել, որ հիմա Հայաստանը միշտ ողքեղեն երկիր է եղել, հիմա կարծես մենք այդ ողքեղենությունը կորցրել ենք եւ նյութական արժեքներով ենք միայն փորձում սնվել եւ դրա համար էլ ինձ թվում է մեր ուղին կարծես ճիշտ չգնա։ Մենք, հա, արի ասենք մի հատված ընչաքաղց է, նյութական արժեքներից կարճած, ագահ Եվ այդ մարդկանց ոչ թե հետաքրքրում է թե մեր երկիրը ինչ կլինի, մեր սահմանները ինչպիսին կլինեն, մեր զինվորը ինչպես կկարողանա արժանապատիվ ծառայել, այլ մտածում են սրան ունեզրկենք, նրան ունեզրկենք, սրանից փախցնենք լավ էլի։ Բայց դա Հայաստանի ուղին չի, դա ես կարծում եմ ճիշտ չի տանի։ Բացարձակ դա չհասկանանք, ինձ թվում է ոչինչ չի կարգավորվի։ Հասկացողը կհասկանա եւ հասկացող կա։ Բավական մեծ զանգված ունենք հասկացողի, բայց չհասկացողներն ուղղակի ավելի, գիտեք ինչ, կեղտը միշտ տիղմը, միշտ ջրի երես է բարձրանում եւ այդ ջրի երես, այդ Facebook-յան հարթակը, որը տիղմը ջրի երես բարձրացրած հարթակ է, իմ կարծիքով հիմնականում։ Ես դրա համար չեմ մտնում։ Բացարձակ չեմ հետաքրքրվում։ Եթե ինձ իմ ընկերները ինչ որ բան են ուղարկում, որ ես նշում եմ, մտնում եմ եւ անկարծ դա Facebook-յան հարթակից ինչ որ բան եմ տեսնում եմ անմիջապես փակում եմ ու այլևս չեմ մտնում, որովհետեւ գիտեք ինչ, մեկ-մեկ ասում են այ դեմոկրատիա, բայց ինչ բան է դեմոկրատիա։ Ինձ թվում է մենք խառնում են դեմոկրատիան խոժանավարության հետ։ Ես դեմոկրատիան բացարձակ խոժանավարություն չէ։ Դա ժողովրդի իշխանություն է, այստեղ։ Ժողովրդի իշխանություն գոյություն չունի, բացարձակ։ Winston Churchill-ն էր ասում, Կրատոս էլ ոնց որ բացում են։ Դա բառային, բայց դեռ Churchill-ը Անգլիայի վարչապետը ասում էր, որ դեմոկրատիան ամենավատ կառավարման ձևերից մեկն է, որովհետև նախ մեծ աղմուկ է բարձրացում, իրար չեն լսում, նկատի ուններ այդ պալատներում։ Երկրորդը խոժանավարել է նշանակում հիմա, դեռ այն ժամանակ էր ասում, բայց ամբողջին պետք է ուղղորդել, ամբողջին պետք է դաստիարակել։ Մենք ասում ենք ժողովրդավարություն, ես չեմ տեսնում ժողովրդավարություն, ամբողջավարություն տեսնում եմ, ժողովրդավարություն չեմ տեսնում։ Իսկ ժողովրդավարություն նշանակում է, այն մենք խոսեցինք թատրոնից, չէ՞։ Ինչ պիտի անի թատրոնը, նա պիտի բարձրացնի, ես իմ ուսանողներին միշտ ասում եմ, բեմը 1 մետր գոնե ավելի բարձր է, 1 մետրով ավելի բարձր է, քան հանդիսասրահը։ Դու եթե կանգնել ես այս 1 մետր բարձր տեղում, դու պիտի իրավունք ձեռք բերես քո ներսից, քո մտքով այս հանդիսատեսի հետ վերևից խոսելու իրավունքը պիտի ունենաս։ Իսկ դա նշանակում է դու պիտի ունենաս կուր կազմակերպված արժե համակարգ։ Ինչ էլ խաղաս, ինչքան էլ բացասական դեր խաղաս, բայց քո արժե համակարգը պիտի լինի դրական։ Եվ իմ կարծիքով նույն բանն էլ ղեկավարության խնդիրն է։ Նա չպիտի իջնի, ես միշտ ասում եմ, մի չեք հանդիսատեսի մակարդակին, հանդիսատեսին բարձրացրեք ձեր մակարդակը։ Բայց քանի որ հիմա կառավարությունից սկսած բոլորը իջել են ցածր մակարդակի, խուժանի, ժողովուրդ չասեմ, էլի խուժան ասեմ, ամբողջի մակարդակի, որպեսզի ամբողջին հետ լինեն եւ ամբողջը նրանց ամբողջին կարողանան իրենց ուզած ուղղությամբ տանել, այդպես էլ թատրոնն է, իջնում ենք հանդիսատեսի մակարդակին, չենք կրթում հանդիսատեսին։ Որտեղից պիտի թատրոնի գեղագիտությունը բարձր լինի,
եթե հանդիսատեսին չենք կրթում եւ հանդիսատեսը պահանջում է ավելի ցածրորակ, ամենացածրորակ եւ ցածրորակից էլ ցածրորակ մի ներկայացում, որը եւ մենք ստիպված, քանի որ ֆինանսի հարց է, մարդիկ դրան գնում են։ Իհարկե ոչ բոլոր դերասաններ կան, որոնք իրենց արժանապատվությունից ցածր են համարում նման տեղերում ելույթ ունենալուց։ Եվ ավելի քիչ են վաստակում, գուցե, բայց մակարդակով ներկայացումների մեջ են փորձում զբաղված լինել։ Դե ֆիլմ արտադրության ոլորտում էլ է, չէ՞, այդ հումորային ֆիլմերը, որոնք մեծ լսարաններ են հավաքում, շատ են նկարահանվում։ Մի օր ես նույնիսկ պրոդյուսերին հարցրեցինք, ասաց դե մի քիչ որ գումար տրամադրեի, գուցե ինչ որ հայկական ազգային թեմաներով ֆիլմ կարող եք նկարել, ասաց դա իմ պրոֆիլը չի, ես դրանով չեմ զբաղվում, միանգամից փակեց։ Դե նա այդպես է ասել, բայց եթե չեմ սխալվում, հիմա երևի ճիշտ չեմ ասի, մոռացել եմ ամերիկյան որ ռեժիսորներից էր, հայտնի, Ֆորմանը, եթե չեմ սխալվում, ասել էր ես որպեսզի մի արժեքավոր ֆիլմ նկարեմ, ստիպված նկարում եմ 4 մասսայական ֆիլմ, որպեսզի գումար ունենամ եւ մի արժեքավոր արվեստի գործ նկարեմ։ Միացյալ Նահանգներում, նույնն էլ այստեղ է։ Այն ինչ որ հիմա ես խոսում եմ, ամեն տեղ է աշխարհում։ Եվ դա է ցավ պատճառում։ Առաջ ավելի զսպվում էր շատ բան, դա ուներ եւ իր դրական եւ բացասական կողմը, որովհետեւ շատ զսպելուց էլ կաղապարի մեջ էին պահում արվեստագետին էլ ժողովուրդն էլ խոսելու իրավունք եւ մտքի լայն շրջանակը ժողովրդի մասին չեմ ասում, արտահայտելու իրավունք չուներ։ Բայց հիմա ինչ է կատարվում։ Հիմա ներողություն կոյուղու այդ կափարիչը բարձրացրել են եւ ինչ վատ բան կա դուրս է եկել Facebook-յան հարթակ կամ չգիտեմ էլ ինչ հարթակներ։ Ամոթ չի։ Բայց դա խոսքի ազատություն է։ Խոսքի ազատությունը այն է, որ դուք հիմա ինձ թույլ եք տալիս, որ ես ձեզ հետ խոսեմ։ Ես էլ թույլ եմ տալու, որ դուք ինձ պատմեք, ինչ եք դուք մտածում։ Եվ մենք իրար հետ խոսում ենք առանց իրար հայհոյելու, առանց իրարից մորքեն հանելու, որովհետև նախ դուք ասացիք, որ այսպես դուք վատն եք, դուք տականք եք, մենք ձեզ պետք է ինձ եթե ինչ-որ մեկը դիտողություն է անում, ես շատ մեծ հաճույքով լսում եմ։ Մեծ հաճույքով եմ լսում։ Մենք մեր ինստիտուտում, երբ բեմական խոսքի քննություններ ենք անցնում, հետո նստում ենք քննարկում ենք։ Եվ եթե ինչ-որ մի իմ գործընկեր դասախոսներից թեկուզ ամենաերիտասարդներից մի կարծիք է հայտնում, ես անպայման փորձում եմ վերլուծել, հասկանալ, ինչու նա այդպես կարծեց, ինչու նա դա չընդունեց, ինչն էր պատճառը, այսինքն դա է խոսքի ազատությունը։ Ոչ թե ասել, որ եթե դու իմ մասին, եթե դու ինձ քննադատում ես, ես քեզ պիտի ոչնչացնեմ։ Դա ինչ է։ Դա ինչ է ընդհանրապես։ Դա նշանակում է, որ մարդկությունը կամաց-կամաց անհետանալու ճանապարհին է կանգնել։ Վերադառնանք մեր հայաստանյան խնդիրներին։ Տիկին Նիկիկյան, շատ եմ նկատել, որ հիմա կապը Հայաստանի հետ կարծես շատ ուժեղ էլ չասեմ, էլի կարծես կապ բացարձակ չզգան իրենց երկրի հետ։ Մինչդեռ երբ նայում ենք, չգիտեմ, համաշխարհային պատմությանը, հայոց պատմությանը, չգիտեմ, նույնիսկ Սկարլետ Օհարային, եթե հիշենք, որտեղից էր նա ուժ ստանում, նա ստանում էր իր հողից էր ստանում։ Նույն Արշակ Թագավորը, Անթեի առասպելը հիշենք, իրենք բոլորը ուժ են ստանում իրենց հողից։ Հիմա այդ գիտակցությունը կարծում եմ շատերի մոտ չկա, որ այ հողը ու հողին կապված լինելը ու հասկանալը քո հողը դա մեծ ուժ է տալիս։ Եվ այդ կապվածությունը ոնց է առաջանում։ Դա մեծ խնդիր է։ Այդ կապվածությունը ի ծնե է առաջանում։ Երբ մարդը ծնվում է այս հողի վրա, նա ունենում է այդ կապվածությունը, որովհետև բացի նրանից, որ հողից իսկապես, երբ դու ոտաբոբիկ կանգնում ես հողի վրա, դու զգում ես, թե դու ինչ լիցքեր ես ստանում։ Բացի դրանից, երկրագնդից, դա ամենտեղ։ Դու ծնվել ես, պատահաբար չես ծնվել այս երկրում։ Ինչու դա կարող են այդպես մտածել միայն աթեիստները երևի, շատ խոր աթեիստները, որոնք չեն էլ գիտակցում, թե նրանք ինչքանով են հավատացյալ, այդպեսի։ Բայց իրականում մենք ամեն մարդ ունի իր առաքելությունը, չէ՞։ Ով է երջանիկ, ով գիտակցում է իր առաքելությունը եւ կարողանում է ապրել ըստ այդ առաքելության պահանջների, չէ՞։ Այդ մարդը երջանիկ է, կիսասոված, չգիտեմ, համակենտրոնացման ճամբարում կամ էլ ինչ-որ մի դառը տեղ, դաժան տեղ, բայց նա երջանիկ է ներքուստ, որովհետև նա գիտե, որ նա անում է այն, ինչ պիտի անի։
որովհետև դու այդպես ես ծնվել։ Դու հենց ծնվել ես նույնիսկ մայրիկի փորիկի մեջ դու արդեն պիտի գիտակցած, ենթադրում եմ գիտակցած ես, այն որ ասում են հոգին երեխայի մեջ մտնում է 3-րդ ամսից հետո, չէ՞, Սեբերնա, այդ 3-րդ ամսից դու արդեն գիտես դու ինչու ես ծնվել։ Նժդեհն ասում էր ախորը, որտեղ անասունները ուտում եւ քնում են, դեռ հայրենիք չէ։ Թող ինձ ներվի, թող ինձ հեռուստադիտողների կամ որ ես դա այդ համեմատությունն եմ ասում, բայց դա Գարեգին Նժդեհն է, ում ես ուղղակի շատ հետևում եմ նրա մտքին եւ նրա արժեհամակարգին։ Մեր երկրում հիմա կան մարդիկ, որոնք այս երկիրը ընկալում են միայն ուտելու, քնելու տեղ։ Բայց կան, չէ, նաեւ այն մարդիկ, որոնք հասկանում են, որ այս երկրում դու առաքելություն ունես, դու ծնվել ես ոչ պատահաբար եւ այդտեղից դու ստանում ես կապը, բայց ես որ ասում եմ ընտանիքը պիտի ունենա իր արժեհամակարգը, երբ մենք փոքր էինք դեռ նոր ես նոր պիտի գնայի դպրոցի, ոչ հայրս էր հայերեն գրել կարդալ իմանում, ոչ էլ մայրս գիտեր։ Մայրս նոր սովորում էր վերցրել էր, քանի որ հայրս էլ ռուս չնայած կարինցի ենք մենք մեր արմատներով, բայց նրանք ապրել են Ռուսաստանում եւ ռուսերեն այբուբենով բլոկնոտ ունեին եւ ռուսերեն տառերով սկզբում գրում էին հայերեն բառերը այի վրա, որպեսզի հիշեն։ Այդպես իրենք ինքնուս սովորեցին հայերենը եւ բնականաբար բոլորը այն ժամանակ շատ մոդայիկ էր իրենց երեխաներին տանում էին ռուսական դպրոց։ Իմ հայրն ասեց Այդ որ մի ռուսն է իր երեխային տարել հայկական դպրոց, որ ես իմ երեխանին տանեմ, իմ առաջինիկը ես էի իմ երեխային տանեմ ռուսական։ Ու մեզ տարավ հայկական դպրոց։ Չնայած նրանք երկուսն էլ մեզ ինձ հետ միասին հայերեն սովորեցին։ Մայրս այնքան հայերեն սովորեց, որ սցենարներ էր գրում հեռուստատեսության համար եւ շատ լավ եւ շատ արժանի բարձր գնահատանքի նրա սցենարները։ Որովհետև նրանք գիտեին ինչու են վերադարձել հայրենիք, կարող էին ապրել ուրիշ տեղ, բայց որոշեցին, որ պիտի վերադառնան հայրենիք, իրենց երեխաներին հայեցի դաստիարակեն։ Կա այդպիսի ծնող, ուրեմն վստահ եղիր, որ այդ մարդը եւ երկրի բույրը կզգա, եւ երկրից ուժ կառնի, եւ երկրի համար կլինի արժանի քաղաքացի։ Չկա այդպիսի արժեհամակարգ ընտանիքում, այդ գաղթականի մտածողություն ունեցող մարդիկ կլինեն։ Տիկին Եկիկյան ուզում եմ նաև խոսքի ուժի մասին խոսեինք, այսօր կարծես խոսքի ուժը չեն գիտակցում կամ երևի գիտակցելով այն օգտագործում են ինչպես ուզում են։ Նայածով։ Եվ քաղաքականության մեջ այդպես այդ դուք սոցցանցերը նշեցիք եւ սոցցանցերում, չգիտեմ, գիտակցում են թե չէ, թե խոսքը ինչ կարող է անել։ Գիտեք, ինչ ես միշտ ասում եմ, ես այն մարդիկ, որոնք այդպես վայրահաճում են սոցցանցերում, թող գնան լյարդը ստուգեն։ Որովհետեւ արդեն աշխարհը հասկանում է, որ գոյություն ունի փսիխոսոմատիկա, այսինքն ֆիզիոլոգիան եւ հոգեբանությունն իրար հետ կապված են։ Եվ նորմալ առողջ մարդը իրեն թույլ չի տա չար լինել։ Իրեն նորմալ մարդը չպիտի լինի նախանձ։ Նախանձությունն ինչ է։ Դա թույն է, մեծ մեղք է, չէ՞, ըստ Աստվածաշնչի, բայց վերանանք, տեսնենք մարդու օրգանիզմը ինչ է նշանակում լինել նախանձ։ Նշանակում է, որ ցանկալ ուրիշինը։ Միշտ ասում են բարի նախանձ կան, ինձ ասում են, բայց դա բարի նախանձ չի։ Բարի չի լինում նախանձը, նախանձը միայն չար է։ Լինում է ցանկություն, երազանք։ Այ դու այդքան գեղեցիկ վերնաշապիկ ունես, ես էլ եմ երազում քո վերնաշապիկից ունենալ, բայց ես չեմ նախանձում։ Ուզում կերազեմ, կգնամ կառնեմ կամ չեմ առնի կամ էլ կմոռանամ այդ երազանքը, եթե դա այդքան կարևոր երազանք չէ։ Բայց նախանձս որն է, բարի կամ չար, չկա։ Կա մրցակցություն, բայց մրցակցությունն էլ ասում են, որ դա շարժառիթ է, որ դա շարժում է մարդկությունը առաջ, ես դրան չեմ հավատում, թող ինձ ներեն այդպես կարծողները, որովհետև ես չպիտի մրցեմ քեզ հետ։ Դու չպիտի մրցես ինձ հետ, ինչ մրցակցություն։ Մենք ամեն մեկս մեր տեղում, մեր առաքելությամբ ծնված ենք։ Ես պիտի փորձեմ կատարել իմ առաքելությունը, ես պիտի փորձեմ դառնալ ավելի լավը, ես պիտի փորձեմ ավելի տիեզերական, ավելի մեծ մտածողություն ունենալ։ Ես պիտի փորձեմ
ինքս արժանի լինել այն կոչմանը, որով ծնվել եմ, մարդ կոչմանը, մեծատառով մարդ։ Կիպլինգը մի բանաստեղծություն ունի, չգիտեմ, կոչվում է եթե, if անգլերեն։ Եվ ասում է, եթե դու եւ 3 քառատող բացատրում է, թե դու եթե այս անես, հիմա ես անգլերեն հիշեցի, գիտեմ հայերեն թարգմանությունը չեմ հիշում։ Այն ժամանակ դու շատ հաջողակ կլինես որդուն է գրել եւ ավելին դու կլինես մարդ մեծատառով։ Թող գնացեք կարդացեք այդ բանաստեղծությունը։ 100-200 տարի առաջ, 150 տարի առաջ գրած բանաստեղծությունն է Անգլիայում, անգլիացի Կիպլինգը իր որդուն է պատկամում։ Համամարտկային արժեք է դա։ Եվ այդ էլ ինչ նախանձի մասին է խոսքը։ Կամ իսկ նախանձի ինչ է բերում? Բերում է չարություն։ Իսկ նախանձող մարդը ինչ է անում? Լարդը հիվանդանում է առաջին հերթին։ Այսինքն, գիտեք ինչ, Դոստոևսկին ուներ այդպիսի մի գործ, կոչվում էր գրառումներ ընդհատակից կարծեմ, թե այն մյուս մեջ, ասում էր ես վատ մարդ եմ, ես չար մարդ եմ, գուցե իմ լարդն է հիվանդ։ Դոստոևսկու նախադասությունը։ Հիմա ասածս ինչ է, մարդը պիտի իր առողջության մասին, եթե շատ նյութապաշտ մարդը, պիտի առաջին հերթին իր առողջության մասին մտածի։ Լավ, հոգևորը դնենք մի կողմ։ Իսկ առողջությունը առաջին հերթին չչարանալու եւ չնախանձելու եւ վատ մտքեր չունենալու, առավել եւս այդ վատ մտքերը գրի չառնելու մեջ է, որովհետեւ երբ դու գրում ես, ինքդ քեզ վրա թուղթուգիր ես անում, այսպես ասած։ Օկապչունի դա Facebook-ում ես գրում, թե թղթի վրա չեք ասում։ Այդ դուք երկար տարիներ դասավանդում եք Թատերական ինստիտուտում, հետաքրքիր է սերնդափոխության ներկա եք լինում ամեն դեպքում գալիս են, գնում են։ Նախ փոփոխությունը ձեզ համար ակնհայտ է սերունդների միջև եւ ի վերջո ովքեր են հաջողության հասնում այդ ոլորտում, ովքեր ունեն միայն այդ ոլորտում չեն ընդհանրապես կյանքում, ովքեր ունեն տաղանդ, թե ովքեր ունեն բնավորություն։ Ես խոսում եմ, կներեք, ես հիշեցի իմ դասախոսին, ինքը հրաշալի պատմաբան էր, հրաշալի դասախոս էր, բայց ինքը համոզված էր, որ ամեն դեպքում բնավորությունն է օգնում, որպեսզի առաջ գնալ։ 2 օր առաջ իմ ընկերուհու Լալա Մնացականյանի մահվան տարին էր, եւ ես հիմա հիշեմ, էլի, քանի որ հիշել եմ, նա ինձ ասում էր դու շատ տաղանդավոր դերասանուհի ես, բայց դու դերասանուհի չես դառնա, ասացի ինչու։ Դեռ ուսանող տան, որովհետեւ ասում էր դու դերասանուհու բնավորություն չունես։ Դա այդ ձեր բնավորություն բառի հետ կապված եմ ասում։ Գիտեք ինչ, ինչ սկսեմ սկզբից հարցի, սերունդներ։ Բոլոր ժամանակներում ես ունեցել եմ շատ լավ ուսանողներ, եւ տաղանդավոր, եւ բնավորությամբ, որը ավելի այլ բնավորություն ուներ, ուրիշ ոլորտում կայացավ, բայց արժի համակարգ ունեցող շատ լավ ուսանողներ եմ ունեցել միշտ եւ առ այսօր ես շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ իմ շրջանավարտ ուսանողների հետ, որոնց գիտեք այնքան եմ սիրում, որ իմ երեխաները որ փոքր էին, նրանք արդեն հասկացել էին, որ նրանք էլ են իմ երեխաները, տարբերություն չդնելու հետ կապված։ Եվ հիմա առաջին կուրսը նոր ավարտած իմ ուսանողները, դուք կարծեմ, երբ եկաք ինստիտուտ, տեսաք նրանցից մի քանիսին, ես նրանց շատ սիրում եմ, որովհետև նրանք շատ շնորհալի ուսանողներ են եւ շատ ճիշտ դաստիարակված երեխաներ են։ Եվ հիմա այդ 4-րդ կուրսում Դավիթ Հարությունյանի կուրսը ավարտեց, արդեն 4-րդ կուրսը ավարտեց, Լալա Մնացականյանը սկսել էր 2 տարի հետո ես շարունակեցի նրա դասավանդումը այդ կուրսում, շատ լավ դաստիարակված երեխաներ են։ Լավ դաստիարակությունը նշանակում է ծնողական սեր ստացած, ծնողի կողմից ճիշտ սահմաններ դրած դաստիարակություն։ Եվ ես երջանիկ մարդ եմ, ես միշտ ունեցել եմ եւ շատ երջանիկ եմ այդ առումով։ Իսկ սերունդների փոխազդեցության մասին էի ուզում նաեւ խոսենք, կոնկրետ օրինակներով էլի, այսպես խոսենք, օրինակ մեր սերունդը կամ, չգիտեմ, դուք ինչ ունեք տալու եւ իրենք ինչ ունեն կամ մենք ինչ ունենք վերցնելու ձեզանից, եթե առարկայական խոսենք, էլի այդ մասին։ Ինձնից։ Չէ, ընդհանուր նկատի ունեմ ձեր սերնդակիցներից։ Գիտեք, ես էլ ունեմ ձեզնից վերցնելու շատ բան,
Ես կարծում եմ, որ այնինչ որ կարելի է մեծ սերնդից ստանալ, դա նաև գրվում է գրքերում, լավ գրքերի մասին է խոսքը, եւ խոսույթների մեջ է դա երևում։ Դրանք գիտելիքներ են, կյանքի փորձ է երևի։ Այս բարությունն է, որ տեսնում ես, որ գիտեք ինչ, ես տեսել եմ իմ տատիկը երբ մահացավ, հարևանուհիներս բարձրացել էին երկրորդ հարկի, առաջին հարկի ու ասեմ մենք 8-րդում էինք, ասացին ոնց որ այս կնոջ կողքը լույս վառվի։ Իմ տատը երբեք վատ խոսք չի ասել իր կյանքում, ես երբեք չեմ լսել։ Ես քանի տարեկան էի երևի 25 տարեկան էի տատիկս մահացավ։ Ես չեմ լսել, որ այդ 25 տարվա մեջ մի անգամ ինչ որ վատ, մեկին մասին վատ խոսի, մեկին վատաբանի, կամ մեկին վիրավորի կամ հայհոյի։ Ամենամեծ զայրույթի ժամանակ տատիկս ասում էր զկերու մածուն, դա նրա ամենա զայրացած խոսքն էր։ Ու ես երկար չի հասկանում, ինչ կապ ունի զկեր մածուն, բայց հետո որ մեծացա հասկացա, որ այդ զկեր բառը այդ որ սկզբում խոսում ենք այդ հնչողությունը նրանից այդ կորտիզոլը դուրս է բերում էլի եւ նա ասում է զկերում, բայց հետո փապկացնում է մածուն ուն վերջավորությամբ այդպես է կրթվել Մահտեսի հոր կողմից իմ տատը դրա համար շատ լուսավոր կին է եղել եւ ես նրան հիմա այդպես եմ հիշում այն սերնդից ես դա եմ ստացել Եվ դա ինձ ապրեցնում է, ես զգում եմ դա իմ մեջքի հետևում միշտ, ինչ որ հիմա իմ ծնողները չկան մայրս, հայրս, բայց ես տանը նույնիսկ բաժակը մի տեղից մյուս տեղ դնելիս, ես գիտեմ, որ հայրս կասեր ծայրին մի դիր, եւ ես անպայման հետ կդնեմ, նույնիսկ այդ փուճու, այսինքն դու քո մեծերից սովորում ես եւ կենցաղային փորձ, եւ հոգեվոր փորձ, եւ սեր առաջին հերթին եւ ես հիմա այլ եմ ասում ես երջանիկ մարդ եմ որովհետեւ ես ինչքան տվել եմ այդքան ստանում եմ սեր դա շատ կարեւոր է եւ այսօր իմ ուսանողներից եմ ստանում եւ դրանով եմ ես ոգևորվում ապրելու եւ աշխատելու որովհետեւ եթե այդ սերը չլինի այն աղքատիկ աշխատավարձը որ մենք ստանում ենք դրա համար բացարձակ չարժեր տնից դուրս գալ Այեր պատմում եք ձեր տատիկի մասին, ես ուժը բարությունը մի անգամից կապեցի ուժի հետ եւ հիշեցի մի խոսակցություն, ես հանդիպել էի մի հրաշալի հայ գործարարի հետ, ինքն ասում էր, որ իրենք Սիրիայից էին կարծեմ եկել, չեմ հիշում, Սիրիայից թե Լիբանանից, եկել էին Հայաստան 90-ականներին եւ ինքը ասում է, երբ մենք եկանք, ես զարմացել էի հայ կնոջ ուժի վրա։ Ասում է, այդ ամեն ինչ այդ ոնց որ թիկունքը այդ պատերազմական տարիներին պահում էր հայ կինը եւ ոնց էր պահում, եթե չլիներ այդ ուժը, երևի թե այդ տարիները մենք այդպես դուրս չգայինք։ Դուք համակարծիք եք իր հետ, այո, արդյոք հայ կինը տենց ուժեղ է։ Այո, շատ ուժեղ է հայ կինը, եթե չի ուզում Երևալ հայ կինը շատ ուժեղ է եւ դարերով է ուժեղ եղել։ Մենք եթե նայում ենք հայ պատմություն, մենք տեսնում ենք, որ ամեն հերոսի կողքին կինը, ասեմ, սոսե մայրիկ, լավ, ուրիշ հերոս չգնա, բայց միշտ եղել են։ Բայց նա նաեւ ուժեղ է սիրով, իր երեխաներին սիրելով, իր երեխաների համար մտածելով եւ իր երեխաներին ուզենալով պաշտպանել, դա մեր արդեն ազգային հատկանիշն է, ոչ բոլոր ազգերի։ Ասում են, աշխարհում 3 ցեղ կա, ազգ կա, որոնց մայրերը այդքան ուժեղ են եւ այդքան սիրառատ են եւ այդքան անհանգիստ են իրենց երեխաների համար։ Հայերն են, հрьяաները եւ իտալացիները։ Հայերն ու հрьяաները իմ կարծիքով ժողովուրդ են, որոնք չեն ունեցել պետականություն վերևից պաշտպանելու կարողություն դրա համար մայրերը դարձել են իրենց երեխաների հետ եւ պաշտպան եւ ուժ եւ ամեն ինչ եւ թիկունք եւ ամեն ինչ ինչ վերաբերում է ուժին Նժդեհը ասում էր Քրիստոսը սիրում էր որովհետեւ ուժեղ էր Քրիստոսը սիրելու եւ ներելու չափ ուժեղ էր այսինքն իսկապես Սիրել չի նշանակում ասել ես քեզ I love you Դա չի նշանակում սիրել, հա? Սիրել նշանակում է այնքան ուժեղ լինել, որ շատ բան ներել, բայց այնքան ուժեղ լինել,
որ կարողանալ պաշտպանել քո երկիրը, քո ընտանիքը, քո երեխային, այսինքն երեխայիդ, ընտանիքդ եւ երկիրդ։ Այդ դա է ուժը։ Եվ հայկինը միշտ ունեցել է այդ ուժը։ Նորմալ հայկինը։ Խնդրում եմ չեք ասում։ Ամեն հայկնոջ դա չի վերաբերում։ Գիտեք ինչ, մի բան էլ ավելացնեմ, ներեցեք որ ձեզ ընդհատում եմ, բայց հիմա շատ երիտասարդ աղջիկներ եւ իմ շրջապատում հիմար գրքեր են կարդում, որտեղ եւ կամ հիմար հոգեբանների են լսում մեդիայում, որոնք ասում են, թե ինչպես պիտի կինը թույլ լինի եւ ինչպես պիտի կինը կարողանա տղամարդուն տակից ղեկավարել։ Ես չգիտեմ, ես այդ գրքերը չեմ ընդունում, չեմ ընդունել եւ սուտի բաներ են դրանք։ Ամեն մարդ պիտի լինի անկեղծ իր ներսի հետ, իր հոգու հետ։ Եվ այդ սուտ գրքերը, որտեղ ասում են ինչպես պիտի տղամարդուն խաբես, ինչպես պիտի, չգիտեմ, հա բիզնեսի մեջ ինչ ուզում եք արեք, ես ձեր բիզնեսի մեջ չեմ խառնվում, չգիտեմ էլ դա, ինչ է, չեմ էլ կարող որ խառնվեմ։ Բայց մարդկային հարաբերությունների մեջ ինձ թվում է ամենամեծ ուժը անկեղծությունն է։ Եվ ուժը, անկեղծությունը ուժը։ Ես երբ դեռ երևի պատանի էի, երևի մի 14-15 տարեկան էի, ես ինձ համար կառուցել էի մի ֆորմուլա, հա, այսպես ասեմ, մի մարդը պիտի իմ ընտրյալը կամ մարդը պիտի լինի ուժեղ, պիտի լինի ազնիվ, պիտի լինի բարի, այսինքն չի կարող մարդը լինել ուժեղ, բայց չլինել բարի, որովհետև ուժեղ չար մարդը, չէ, լինում է, եւ դա չարի արտահայտությունն է ուժեղ, բայց ոչ չար։ Եվ նա ինչ ամ կործանում է։ Իսկ ստեղծագործողը պիտի լինի ուժեղ եւ բարի։ Պիտի լինի ազնիվ եւ պիտի լինի սիրառատ։ Եթե քո զգացմունքը ազնիվ է եւ դու սիրում ես, չի կարող պատահել, որ դա չգնահատվի։ Ամեն դեպքում իմ կյանքում այդպես է եղել։ Տիկին եկեք այ երբ զրուցում էինք ես երկար մտածեցի ու հասկացա, որ ես մի հարց ունեմ, որ այս ընթացքում ամբողջ ուզում եմ ձեզ տալ ու շատ կարևոր հարց է կարծում եմ։ Այ բոլորս մեր մտքում, մեր գիտակցության մեջ ունենք այն Հայաստանը, որ ուզում ենք տեսնել։ Բայց կա մի զանգված, որ դա ոչ զգում է, ոչ ուզում է եւ կարծես ինչ-որ պայքար լինի այդ երկու հատվածների միջեւ։ Այն փոքր հատվածի ով զգում է եւ նույնիսկ ենթագիտակցորեն գիտի թե ինչ է դա այն իրական Հայաստանը, որ ցած եկել է դարերի խորքից ու պետք է որ շարունակվի։ Իրական բառը չհասկացա մի անգամ էլ։ Իսկական Հայաստանը, մեծ, իսկական սահմաններով, իր հրաշալի մշակույթով, Ուիդրո Ուիլսոնը գոնե գրանցել, գոնե Ուիդրո Ուիլսոնի պայմանագրով իրական Հայաստանը, ոչ թե այս վերջին խոսույթի մեջ տարածված Հայաստանը, այլ այն Հայաստանը, որ կա իր մշակութային հսկայական սահմաններով, որ կա մեր ինքնագիտակցության մեջ, մեր գիտակցության մեջ։ Եվ այդ երկու հատվածները կարծես ինչ որ մարտի բռնվեն եւ մյուս հատվածը չի էլ երևի ուզում մտածել այդ մասին։ Այս փոքր հատվածն ինչ անի, որպեսզի ես մի անգամ արդեն ասել եմ դրա մասին մեդիա հարցազրույցի ժամանակ բոլոր երկրներում, բոլոր ազգերում նայած ժամանակահատվածում 7-ից 10%-ն է ազգ եւ երկիր պահողը, մնացածը ամբողջ աշխարհում ուզում ես Ռուսաստան գնա, ուզում ես Չինաստան գնա, ուզում ես արի Հայաստան։ Այդ փոքր տոկոսն է, որ մտավորականներ են։ Ինչ է նշանակում մտավորական։ Մտավորականը մարդն է, ամեն կրթություն ստացած, բարձրագույն կրթություն, չգիտեմ, ատենախոսություն գրած մարդը դեռ մտավորական ինտելիգենցիա չի համարվում։ Ինտելիգենցիա համարվում է, նա կրթված մարդ է համարվում, կրթված։ Մտավորականը մարդն է, ով բացի իր անձից եւ իր երեխաների, իր գիտեք ինչ շեղվեմ էլի, կան մայրեր, որոնք իրենց զավակներին սիրում են իրենց համար։ Ոչ թե որ երեխան լավ լինի, այլ մեծանա ինձ ոնց որ ասում են մի բաժակ ջուր տա, ինձ պահի, ինձ խնամի, դրա համար ես նրան սիրում եմ, չէ՞ կան այդպիսի տարատեսակ։ Դառնա այնինչ ես եմ երազել, էդ էլ կա։ Եվ դառնա այնինչ ես եմ ուզում դառնալ, ինչ ես ուզում դառնալ, ինչ որ ես եմ որոշել նրա համար, թող դառնա իրավաբան, որ լավ վաստակի, որ ինձ կարողանա պահել։ Հա, կան այդպիսի մայրեր, բայց իրական մայրական սերը ո՞րն է։ Այն, որ պատճառ չունի սիրելու։ Սիրում է առանց պատճառի։ Հա, առանց պայմանի, անպայման սեր է։ Հիմա մտավորականի մասին երբ ասում եմ,
այդ այն մարդն է, որ ունի իր ընտանիքի հանդեպ անպայման, անպատճառ սեր, որը ոչ մի պատճառահետևանքային կապերի չի հետևում։ Եվ միևնույն ժամանակ դրանից բացի միայն սրանից սիրում է ժողովրդին, սիրում է հասարակությանը, սիրում է իր երկիրը, սիրում է իր հայրենիքը։ Եթե մտավորականը միայն մտածում է իր Սորոսից ստացած գրանտի մասին ստանամ, հետո ինչ անեմ, հետո ոնց անեմ, դա մտավորական չի։ Նա կարող է շատ խելացի լինել, կրթված լինել, բայց դա բացարձակ մտավորականի պահվածք չի։ Եթե մարդը ընչաքաղց է, եւ եթե մարդը մեծամիտ է, իսկ մեծամիտը նա մի քիչ ուրիշ թեմա է, ոչ թե ուղղակի իր մասին բարձր կարծիք ունի դա։ Եվ եթե մարդը բարձր արժեքների չի տիրապետում, իսկ մտավորականությունը քիչ է լինում միշտ։ Եվ դա կարևոր չէ, որ նա բարձրագույն կրթություն ստանա։ Ես տարիներ առաջ, մի քանի տարի առաջ եղել եմ երևի, մինչև 18 թիվը եղել եմ Բերդգյուղում եւ նրա շրջակայքում եւ այնտեղ ես հանդիպել եմ գյուղացիների, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, ապրում են այդ գյուղերում, զբաղվում են եւ շատ մտավորականներ եմ հանդիպել։ Հանդիպել եմ մտավորական ընտանիքի, որը բացարձակ նկրտում չուներ խելացի մտքեր, բարձրագույն բառեր գործածելու, բայց նրանք մտավորական էին։ Նրանք մտածում էին ոչ մի, նրանք ինձ խնդրում էին, ասում էին, Տիկին Հեքեքյան, ասեք, որ ասում են ժողովուրդը այս տեսակի ֆիլմեր կամ այս տեսակի բաները, հեռուստատեսության դե ես աշխատում եմ, ժամանակ ասում էին, ասեք այնտեղ, որ մենք դրա կարի չենք սիրում, մենք դա չենք ուզում, թող չպարտադրեն մեզ այդ ցածր որակի հեռուստատեսային ֆիլմերն ու սերիալները։ Եվ հետո մեր երեխաների լեզուն են փչացնում։ Դա ասում էր գյուղացի կինը, որը մտավորական էր։ Հա, իրենք քիչ են, բայց այդ շատ ծանրակշիռ են, էլի մեր դասախոսներից մեկն ասում էր, որ լավը շատ քիչ է, բայց շատ ծանրակշիռ է։ Իհարկե։ Եվ դրա վրա է հույսը։ Այդ ծանրակշիռ լավի։ Աշխարհում միշտ բարությունը բարին չէ, բարին քիչ է, բայց նա է հաղթում։ Եվ ես այդ հույսով եմ ապրում, որ բարին անպայման կհաղթի։ Եվ այդ հույսով եմ ապրում, որ ես դեռ կտեսնեմ մեր հայրենիքը արժանապատիվ վիճակում։ Տիկին Հեքեքյան, վերջում ձեզ մի քանի բլից հարց ունեմ նաև տալու։ Եթե ձեր կյանքի հիմնավրաֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի ֆիլմ կլիներ։ Սիրային։ Ինչու, որովհետև ամենակարևոր բանի մասին է։ Որովհետև ինչու, որովհետև ես ինքս բնավորությամբ ռոմանտիկ եմ եւ իմ լուսահոգի ամուսինն էր ասում, որ շատ ռոմանտիկ ես եւ ես շատ լավատես եմ։ Ես հորետես չեմ, ես իսկապես լավատես եմ եւ երևի դա ինձ վերադառնում է։ Եվ քանի որ ինչքան սեր կա կարողանում եմ տալիս եմ, այդքան սերել ստանում եմ, ես իսկապես երջանիկ մարդ եմ։ Իսկ եթե նորից ապրելու հնարավորություն ունենայիք, ինչ-որ բան կփոխեիք ձեր կյանքում։ Հա, ես մտածել եմ դրա մասին։ Ես մտածել եմ, որ ես երևի թե ավելի խելաց այս խելքով լինեի, մի քիչ ավելի հանգիստ կյանքով կապրեի, հանգիստ ասելով ամեն փոքր ստից բանից չէի նյարդայնանա, ես շատ բռնկում նյարդանի, ես երևի ավելի, ես այն ժամանակ էլ, երիտասարդ ժամանակ էլ կարդում էի, շատ եմ կարդացել եւ հասկացել եմ, որ մարդը եթե այսինչ մի քայլի է դիմում, նա ունի պատճառ, եւ ինձ մայրս էր, քանի որ նա էլ ռեժիսոր էր, եւ ասում էր Եթե մարդ ինչ-որ մի բան է արել, մի հատ նայեք, ես ինչի համար է նա դա արել, ինչից ելնելով է նա դա արել, եւ գուցե դու կներես նրան, կհասկանաս ու կներես։ Նույնիսկ եթե չես հասկանում, երբ հասկանում ես, բայց չես ուզում ներել, որովհետեւ հասկանում ես, որ առիթը այնուամենայնիվ ավելի հեշտ ես տանում այդ եւ դավաճանությունը եւ դավաճանությունը եւ վատ այլ քայլերը։ Երևի մի քիչ ավելի խելացի լինեի, էլի որ քիչ ավելի հանդարտ լինեի եւ այդքան չէի հուզվի եւ այդքան նյարդեր չէի քայքայի, երևի ավելի առողջ կլինեի եւ ավելի երիտասարդ տեսք ունենայի։ Հիմա շատ գեղեցիկ եք։ Շնորհակալ եմ։ Ինչ ասել ես համար գեղեցկություն հայկական ձևով եւ այն կարելի է տարբերակել։ Գեղեցկություն հայկական ձևով։ Ես անկեղծ ասած ինձ համար գեղեցկությունը բացարձակ կատեգորիա է, գեղեցիկը
որպես գեղագիտական կատեգորիա եւ հայկական լինի, վրացական լինի, իտալական լինի, նա գեղեցիկ է, ես չէ, այդտեղ իմ ազգայնական զգացողությունները նահանջում են։ Հասկանում եմ։ Իսկ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Արցախում եղել եմ 18 թվականից առաջ։ Այ ես հիմա թիվը կմոռանամ ասել, բայց հաստատ 18 թվական։ Հա, չէ։ Գուցե 18-ին, չէ, 18 թվականին կարող է եւ եղել եմ, չեմ կարող հաստատ ասել, բայց այս հեղափոխությունից առաջ եմ եղել, որ մենք մեր ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը այն ժամանակվա ռեկտորը բացեց Գորիսում մասնաճյուղ, Թատերական ինստիտուտի մասնաճյուղ, որը գրանցվեց Գորիսում, իբր Գորիսում, բայց մենք դասերն անցկացնում էինք Շուշիում։ Ու ես դա ասեմ ձեզ, երևի 12 թվական, 2012 կամ 13 թվականներ, չեմ կարող հաստատ ասել, բայց երբ հարցրեցին, բայց Երևանից ովքեր կգնան, ու մենք մի քանի դասախոս էինք, որ ես միշտ գնում էի, ամեն ամառ ես գնում էի եւ ես այնտեղ 2 թե 3 կուրս եմ ավարտեցրել ուսանողների, որոնք հետո աշխատում էին Շուշիի տեխնիկային թատրոնում, Շուշիի դրամատիկ թատրոնում, Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում։ Եվ շատ լավ ուսանողներ եմ ունեցել, եւ ես ամեն տարի գնում էի, այնտեղ կար մի երիտասարդ աղջիկ, մեր բուհը ավարտած, էլի եթե չեմ սխալվում այս Ռաֆայելյանի արվեստանոցը ավարտած, որ այն փորձում էր այնտեղ դասավանդել, բայց քանի որ նա դրա փորձը չուներ, դերասանուհի էր, ավարտել էր դերասանական, գնացել էր Շուշի։ Ես գնում էի, որպեսզի նրան ամռանը մի ամսով ես գնում էի եւ նրան ուղղություն էի տալիս, վարպետության դասեր էի տալիս եւ այլն։ Եղել է, որ ես նոյեմբերին եմ եղել նաև, առաջին տարիներին ավելի հաճախ էի գնում, որպեսզի կարողանայի աղջկան նախապատրաստել դասավանդման այդ աշխատանքին։ Իսկ օտարերկրացիներին Հայաստանի մասին 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։ Այսօրվա Հայաստանի մասին, թե ընդհանրապես Հայաստանի մասին։ Այսօրվա երևի թե։ Դուք չկարծեք, որ այնինչ տեսնում եք Հայաստան է։ Հայաստանը շատ ավելի մեծ է, շատ ավելի խորն է եւ այն հասկանալու համար պետք է երկար պրպտեք, հասկանաք, որպեսզի երկար պրպտեք, ուսումնասիրեք, որ հասկանաք Հայաստանը եւ դրա համար պետք է շատ խելացի լինեք։ Շնորհակալ եմ Տիկին Հեկեկյան։ Ես եմ շնորհակալ։ Շատ հետաքրքիր էր ձեզ հետ զրուցել։ Ինձ էլ էր հաճելի։ Շնորհակալություն։ Շնորհակալ։